Արգելիներ ողջույն, վերջին օրերին շատերս ենք խոսում Ծափաթաղ գյուղում կատարված ողբերգության մասին։ Ինչպես գիտեք, գյուղում կորել էր 3 տարեկան երեխա եւ օրեր անց նա գտնվեց ցավոք սրտի մահացած։ Ըստ նախնական տվյալների երեխային սպանել է հայրը խեղդամահ անելու ճանապարհով։ Երեխաների պաշտպանության ցանցին տարբեր զանգեր եւ նամակներ ենք ստացել հասկանալու համար, թե ինչով էր պայմանավորված այս ողբերգությունը եւ ինչ է կարելի անել հետագայում կանխելու նմանօրինակ դեպքերը։ Այսօր այս թեմայի մասին կխոսենք երեխայի պաշտպանության միջազգային փորձագետ Տիկին Միրա Անտոնյանի հետ։ Տիկին Անտոնյան, ինչ է կարծում այս դեպքը հերթական ողբերգություններ նմանօրինակ դեպքերի շարքում, թե ինչ որ արտառոց դեպքեր, որ հիմա բոլոր լրագրողները, հասարակ քաղաքացիները խոսում են այս դեպքի մասին։ Էլեն ջան, շատ շնորհակալ եմ, որպես երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն, իսկապես շատ տեղին է ձեր այս նախաձեռնությունը եւ այո, մենք կարիք ունենք քննարկել խնդիրը։ Շատ բնական եմ համարում, որ շատ անդամներ զանգեր են անում, նամակներ են գրում, որ ինչպես կարող ենք մենք արձագանքել։ Ես ենթադրում եմ, որ տեսակետները, որը հնչեն, եթե դրա հետ մեր ցանցի անդամները, քանի որ մեզ մոտ կոնսենսուսով որոշումներ են ընդունվում, եթե արտահայտած մտքերը մեր ցանցի անդամները կիսեն, ապա դրանց ցանցը կձևավորի հուսամ համապատասխան կարճ կոնկրետ առաջարկներ ուղղված քաղաքականություն մշակողներին, ոլորտի դերակատարներին, ինչու՞ չէ հանրությանը, ու հուսամ դա կօգնի, որպեսզի մի քիչ բարելավի մեր արձագանքի մեխանիզմը։ Եվ հիմա գալով հարցին, ինքը հերթական դեպքեր թե չէ, գիտեք, ավելի հակված եմ համարելու հերթական դեպք։ Ցավալիորեն, բայց իսկապես հերթական եւ յուրաքանչյուր անգամ ամենացավալին ինձ համար այն է, որ մենք բոլորս ափսոսում ենք, որպես մարդ, որպես մասնագետ, որպես համակարգի ներկայացուցիչ, քաղաքականություն մշակող, թե պարզապես, ուղղակի հասարակության ներկայացուցիչ, բոլորս ցավում ենք, աղմկոտ խոսելու ենք այս օրերին, քննարկելու ենք, մեղադրելու ենք, քառատելու ենք եւ այլն։ Հետո այս ամեն ինչը կլռի, կանցնենք հաջորդ հետաքրքիր հանրության համար հետաքրքիր թեմային, բայց չլուծված հարցերը կմնան դարձյալ առանց արձագանքի։ Ես նախ ցավակցում եմ բոլորիս, երեխաների պաշտպանության ցանցի բոլոր աշխատողներին, որտեղ սա կորուստ է բոլորիս համար։ Երեխաների պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին, ի լրումն անշուշտ երեխայի մերձավորներին։ Տեղի ունեցածը պետք է որակել ցավոք սրտի որպես հերթական անցանկալի դեպքերից մեկը, երբ մենք բոլորս հանդիպում ենք չլուծված որոշ խնդիրների հետևանքին։ Հիմա շատ ենք լսում, մեղադրում են, ուր էին սոցիալական աշխատողները, ինչու չեն միջամտել ժամանակ, ուր էր ՏԻՄ-ը, ուր էր ՄՍԾ-ն եւ այլն։ Այս հարցերը բարձրացնելը նշանակում է լավ չտիրապետել երեխայի պաշտպանության համակարգը ինչպես է գործառնում։ Ամենալավ ցանկության դեպքում անգամ, եթե մեզանից որևէ մեկը լիներ այդ տարածքը սպասարկող ՄՍԾ-ի սոցիալական աշխատողի դերում, կամ այդ համայնքը սպասարկող համայնքային սոցիալական աշխատողի դերում, կամ այդ հանձնաժողովի անդամը լիներ եւ այլն, ամենալավ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ մենք գործիքակազմի խնդրեմ ունենք եւ չենք կարող էֆեկտիվ միջամտել։ Նախ, գիտեք, տեղի ունեցածը հանցագործություն է։ Անշուշտ հանցագործությունը տեղի է ունեցել ռիսկային ընտանիքում միջամտությունների պակասի ի վերջո, որպես չեն կարող նման ելք ակնկալել, բայց որպես ելք, որպես հետևանք, այո, ինձ թվում է ավելի ճիշտ առանձնացնենք քրեական հանցագործությունը եւ միջ այդ գոյություն ունեցող քրոնիկ վիճակը իրայից առանձնացնենք։ Արդյոք այնտեղ կարելի է ինչ-որ մի բան անել, թե ոչ։ Ինձ թվում է հանրությանը մեր ասելիքը պիտի լինի հետեւյալը։ Ինձ թվում է մեր հանրությունը պիտի ընդունի, որ նման դեպքերում այդ ինչ ասեմ, խորին ապրումներ ունենալուց զատ պիտի ունենանք ինչ-որ մտքեր այն մասին, թե իսկ ես կարող էի որպես հասարակության անդամ, կարող էի արդյոք ինչ-որ բան անել, թե ոչ։ Երբեմն հարցնում են, թե արդյոք հարևանները գիտեին, տեղյակ էին եւ այլն, կարող էին ինչ-որ բան անել, ահազանգել եւ այլն։ Իրականության մեջ մեր յուրաքանչյուր բնակավայրում, նույնիսկ ամենափոքր բնակավայրում, ես այս միտքը կրկնում եմ տարիներ շարունակ եւ տեղին եմ համարում այս պահին էլ ասել,
որևէ մեկից համար գաղտնիք չի, որ մեր համայնքում փոխեմ բառս, որ մեր բնակավայրում, մեր թաղում կան առնվազն 3-ից 5 այդպիսի ընտանիքներ, ինչ նկատի ունենք այդպիսի ռիսկային գոտում հայտնված ընտանիքներ, ովքեր խոցելությունից զատ, որ հաշմանդամություն ունեցող անձ ունեն, կամ խնամողը կամ երեխաներից որևէ մեկը կամ միասին, կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենք, կամ հաշմանդամությամբ պայմանավորված խնամքի անհնարինություն ունենք, կամ հարաբերությունների կոնֆլիկտայնությամբ պայմանավորված ունենք ոչ այնքան բարենպաստ մթնոլորտ ընտանիքում եւ այլն, եւ հարցնենք, մենք նման դեպքերում ունենք իրավունք միջամտելու, կարծում եմ չունենք։ Եվ անկեղծ ասած, ամենացավալինն է, որ եթե միջամտեինք, մեզ կմեղադրեին միջամտելու համար, որտեղ ընտանիքը սովերեն է, ինքնաբավ է, եւ մենք պիտի միջամտենք միայն այն դեպքում, երբ որ որևէ մեկի ընտանիքից որևէ մի անդամի հանդեպ իրավունքները խախտվում են այդ անդամի կամ բռնություն է գործադրվում եւ այլն։ Միայն այդ դեպքում իրավունք ունենք միջամտելու։ Այդպիսի մանդատ ունեն սոցիալական ոլորտի աշխատողները, այլ մանդատ մենք չունենք։ Ուր էր ոստիկանությունը կամ ուր էին մյուս օգնող մասնագետները եւ այլն։ Միևնույն ժամանակ ասելով սա, պիտի նաեւ ընդգծեմ հետեւյալը։ Կարող էինք արդյոք լինելով դպրոցի ուսուցիչ նկատել, որ այս երեխաները քրոնիկ ձևով անխնամ են հաճախում դասերի։ Հավանաբար կարող էինք։ Կարող էինք արդյոք որպես այդ թաղը սպասարկող մանկաբույժ կամ չգիտեմ բուժքույր նկատել, որ խնամքի որակը տեղը չի եւ այլն։ Անշուշտ մտածում եմ, որ կարող էինք նկատել, կամ լինելով այդ համայնքի այդ տարածքի խնամակալության հանձնաժողովի անդամներ, կարող էինք նկատել, որ որակով չէ խնամքը եւ այլն, եւ այո եւ ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կան ահազանգի մեխանիզմներ եւ արդյոք մարդիկ գիտեն, երբ որ տեսնում են ինչ-որ քրոնիկ իրավիճակ, ում տեղեկացնել եւ ով է այն պատասխանատու կառույցը, որը պիտի հենց ահազանգը ստանալու պահից սկսեր գործողություններ մշակել։ Մեր բազմա դերակատարներով համակարգում մենք ունենք մի չլուծված խնդրեմ։ Երբ որ ահազանգ է լինում, անկախ նրանից, որ մուտքով դեպի համակարգ ահազանգը գալիս է, միասնական սոցիալական ծառայությունը դրա մասին կտեղեկանա, համայնքայինը, խնամակալության հանձնաժողովը, ոստիկանությունը, բժիշկը, ուսուցիչը, համապատասխանաբար դպրոցը, պոլիկլինիկան եւ այլն, ներսում համակարգի ներսում պիտի սկսի մեխանիզմը աշխատել։ Ահազանգը որ կետից էլ որ գա, դրանից հետո մեզ համար պիտի պարզ լիներ ով է պատասխանատուն եւ այդ պատասխանատուն ինչքան լիազորություն ունի, ինչքան պարտականություն, հաջորդիվ ում դերն է սկսում ակտիվանալ, հաջորդիվ ում դերը, որպեսզի մեխանիզմը աշխատի, ինքը մեխանիզմ է։ Մենք այդ մեխանիզմը չունենք սահմանած եւ վերջնականացրած։ Մենք ունենք կրկնվող դրա ֆունկցիաներ, մենք ունենք հակասող ֆունկցիաներ, մենք ունենք չհամադրվող ֆունկցիաներ եւ դեռ մեզ չի հաջողվել որպես համակարգ դրանք հստակեցնել, որպեսզի փոխադարձ մեղադրանքի փոխարեն իսկապես սիներգետիկա ստանանք, հա, իմ եւ ձեր եւ մյուսի ջանքերից ձևավորվեր այն ամորտիզացիոն ուժը, պաշտպանիչ ուժը, որով հնարավոր կլիներ կանխել նման դեպքերը կամ մեղմացնել ռիսկերը։ Կարելի է ենթադրել, որ սա փաստորեն նաև համակարգի բացերի հետևանք էր այս դեպքը, եւ եթե այո, ձեր խոսքում նշեցիք գործիքների մասին, տարբեր մեխանիզմների մասին, իդեալական, հա, պայմանական ասած իդեալական համակարգը ինչպիսին պետք է լինի, որ հնարավորինս կարողանանք խուսափել նման օրինակ ողբերգություններից։ Ես կուզենայի մի քանի բան շեշտադրել։ Ընդհանրապես կանխատեսել որևէ մեկի հանցավոր վարքը ամենակատարելագործված գործիքների պարագայում անգամ ինձ թվում է սխալի հավանականությունը մեծ է։ Մենք կարող ենք նշել ովքեր են խոցելի ընտանիքները, մենք կարող ենք իդենտիֆիկացնել բարձր ռիսկի գոտում հայտնված ընտանիքները եւ այլն։ Եվ ինչպես նշեցի, այդպիսի ընտանիքներ մենք շատ ունենք, որտեղ համադրված են խոցելիությունն ու ռիսկը։ Օրինակ այդ ընտանիքում կան մտավոր խնդիրներով, հոգեկան առողջության խնդիրներով, կազմալուծվածության, կոնֆլիկտայնության, ամենահասարակ պարզ աղքատությունից մինչև բարդացած աղքատության մշակույթով պայմանավորված ապրելու մշակույթ, երեխաներ պահելու մշակույթ եւ այլն։ Սոցիալական աշխատողներին սովորաբար մեղադրում են այն ամենի համար, ինչ որ իրանք անում են եւ չեն անում, սա հայտնի ասույթ է եւ բոլոր երկրների համար կարծես թե նույնն է իրավիճակը։ Իսկ արդյոք մենք համակարգային բացեր ունենք թե չէ, դրա հետ կապված կուզենայի ասել մի քանի, գոնե ընդգծել ամենակարևորները։ Այս նոր օրենքի հետ կապված
մեր բոլորիս հույսերը շատ են։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրենքը, իրավունքների մասին օրենքը։ Ինչ ենք բոլորս ակնկալում այդ օրենքից։ Որոնք են չլուծված խնդիրները, որ այդ օրենքից բխող ընթացակարգերով ակնկալում ենք համապատասխան լուծումներ։ Առաջինը դա մենք չունենք բավարար թվով օգնողներ, ընտանիքներին օգնողներ, եւ օգնողները իրենց հերթին ունեն մի շարք խնդիրներ։ Օգնողները չունեն փաթեթներ ձեռքներին, դիզայն, որը թույլ կտա իրանց կոնկրետ ընտանիքի խնդիրներից բխող միջամտությունների դիզայն անել, որը բնականաբար կներառի նյութական աջակցության կոմպոնենտ, դրամային աջակցության կոմպոնենտ, բժշկի տանելու պարտադրաբար, կարգադրաբար, չգիտեմ, համոզելով եւ այլն, թե մարդը կարիք ունի բժշկի, բայց չի գնում, ինչը անդրադառնում է ընտանեկան հարաբերությունների վրա, վարքի վրա եւ այլն, այդ խնդրի հետ պետք է աշխատել։ Գուցե տրանսպորտի գումար չունի, մարդը գնա այդ ծառայությունը ստանա, գուցե ծառայությունն է անմատչելի, գուցե չկան մասնագետներ տեղ։ Այսինքն յուրաքանչյուր ընտանիքի համար հատուկ այդ ընտանիքի իրավիճակին հարմարեցված դիզայն պիտի անենք։ Այդ դիզայնից հետո, այդ ծրագիրը մշակելուց հետո այդ ընտանիքին կցված մասնագետը, մենք ունենք կցված մասնագետի խնդրեմ, պատասխանատու մեկի խնդրեմը, որ չունենք կոնկրետ ընտանիքի համար պատասխանատու մարդ, թեև դերակատարներ շատ ունենք։ Այդ կցված մասնագետը ոչ միայն իր մասնագիտական ներուժը պիտի օգտագործի, իր մարդկային էներգիան, մասնագիտական հնարքները, նաև պիտի ձեռքի տակ փաթեթ ունենա կոնկրետ աջակցություն տրամադրելու։ Սա մտածելու բան է։ Ես շատ հույս ունեմ, որ օրենքից բխող ընթացակարգերը կնախատեսեն նման անհատականացված մոտեցումներ։ Երկրորդը կոմպետենցիայի խնդիրն է, համապատասխանության խնդիրն է։ Մենք ունենք թվի խնդրեմ, բավարար չեն մեր սոցիալական աշխատողները, եթե համեմատության մեջ տնենք, մենք քանի խոցելի եւ խոցելությունը, ռիսկայնությունը համադրող ինչքան իրավիճակներ ունենք եւ որքան մարդ ունենք ասպարեզում, ովքեր ունեն մանդատ օգնելու, միջամտելու եւ այլն, թիվը խիստ անհամապատասխան է։ Այդ թիվը պիտի լիներ համադրելի, օրինակ, առողջապահության համակարգում ներգրաված մարդկանց թվի հետ։ Այդ թիվը ցանկալի կլիներ համադրելի լիներ Պարեկների ինստիտուտի հետ, որոնք ավելի շատ վերահսկող կարգի բերելու խնդիր ունեն, իսկ օգնողների բանակը շատ ավելի փոքր է։ Ամեն ինչ կախված է քաղաքական որոշումներից, արդյոք կարևորում ենք այս ոլորտը ոչ միայն երեխաների, ընդհանրապես մարդկանց պաշտպանության, բնակչության պաշտպանության, եթե կարևորում ենք ոլորտը, նշանակում է մենք թիվը ավելացնենք, հաստիկներ կտրամադրենք, օրենքից բխում է պատասխանատուների առանձնացումը համայնքային մակարդակում, դարձյալ հնարավորությունից ելնելով շատ փոքր թիվ է նախատեսված։ Ինքը մի քիչ կարծես մեր ակնկալիքը բավարարելու է, բայց չեմ կարծում, որ դա բոլոր հարցերի լուծումն է։ Ցանկալի է շատ ավելի, ընդ որում, եթե չեմ սխալվում, 27 թվականից նոր կունենանք հնարավորություններ դնելու երեխաների պաշտպանության հարցերով պատասխանատուներին, ցանկալի էր, որ օր առաջ, ինչքան հնարավոր է շուտ, որտեղ Տիգրանի դեպքը եւ այն երեխաները, ոնք Տիգրանի նման իրավիճակում են, չսիրված են, անխնամ են եւ այլն, մենք չգիտենք ինչ է սպասում, արդյոք կհասցնենք իրենց օգտակար լինել այս նոր փոփոխություններով, դրա համար ինչքան հնարավոր է շուտ պետք է այդ փոփոխությունը անել։ Հաջորդ խնդիրը կոմպետենտության հարցն է։ Մեր մասնագետները բավական աջակցության կարիք ունեն վերապատրաստումների, սուպերվիզիաների, քոչինգի միջոցով, տարբեր ձևերով, տարբեր հնարավորությունները համատեղելով այս բարդ ոլորտում աշխատելու համար մարդիկ շատ ներդրումների կարիք ունեն։ Հեշտ չէ այս ոլորտում աշխատել։ Դու անընդհատ քայլում ես սուր սայրի երկայնքով եւ սայթաքելը շատ հեշտ է, մեղադրվելը շատ հեշտ է, ինչը կօգնի, ես չի ուզենա, որ սոցիալական աշխատողները այս ոլորտում, երբ որ հանձն են առնում որևէ վիճելի պարագայում երեխայի պաշտպանության, նախաձեռնություն կամ հանձնառություն են վերցնում, չվերածվեն հերոսների։ Դա պիտի լինի հիմնական աշխատանքի մաս եւ պետք չի որ մարդը հերոսանա, որպեսզի կարողանա, այնքան պիտի այդ ամեն ինչը բխի իր աշխատանքի մանդատից, որ հերոսանալու կարիք չլինի։ Պիտի նկատի ունենանք հետեւյալը, որ նույն համայնքում գտնվելու պարագայում վիճելի դեպքերում երեխային ընտանիքից հեռացնելը, վիճող ամուսինների պարագայում մեկ կամ մյուսի օգտին որոշում ընդունելը, խնամքը մեկ կամ մյուս կողմին հանձնելը եւ այլն, այդ բարդ գործերը
հանձնված են խնամակալության հանձնաժողովներին, հա, կամավոր հիմունքներով աշխատող, պիտի ասեմ, որ նաև դժվար է լինելու այդ ֆունկցիան կատարել համայնքից ընտրված սոցիալական համայնքում ապրող սոցիալական աշխատողի համար, որովհետև հազար ու մի սոցիալական կապերով այդ համայնքում ինքը կապված է այդ ընտանիքի հետ։ Դա կարող է իր հարևանը լինել, դա կարող է իր ամուսնու, ընկերոջ, եւ այլն, ու հետո բարդ կլինի աշխատել այդ համայնքում։ Ես կուզենայի, որ դուրս հանելու ֆունկցիան, որպես այդպեսին, հա, ընտանիքից անջատելու, օգնելու, միջամտելու, ամեն ինչ անելու, որ այդ օգնողի իմիջը շատ հարմար է համայնքի սոցիալական աշխատողին վերագրել, երբ որ կան ռիսկային իրավիճակներ, բայց երեխայի հեռացումը ընտանիքից նույն մարդուն վերագրելը կլինի շատ ռիսկային հենց այդ սոցիալական աշխատողի համար եւ շատ կլինեն մշակութային հարցեր կան այստեղ, սոցիալական կապերի հարցեր կան եւ ինքը սոցիալական աշխատող կդառնա շատ խոցելի։ Ուստի լավ կլինի, որ անջատման գործառույթը իրականացվի ուժային մարմինների կողմից, այո, ոչ սոցիալական աշխատողների։ Բացերի մասով, եթե շարունակենք, այսպեսով էլ ինչն է, ընթացակարգերը պիտի մշակվեն այնպես, ես շատ կուզենայի սրա վրա շեշտադրում անել։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք ոչ թե շարքային խոցելի ընտանիքների մասին, ինչու եմ ասում շարքային, որտեղ խոցելիությունը, այո, կարևոր բան է, բայց դա չի նշանակում, որ վտանգված է երեխան այնտեղ։ Մենք շատ խոցելի ընտանիքներ ունենք, որտեղ երեխաները շատ սիրված են, շատ ջերմ, շատ աղքատ ընտանիքներ ունենք, որտեղ աննկարագրելի ջերմությամբ են շրջապատում իրենց սեփական երեխաներին։ Այստեղ մենք պիտի խոսենք ռիսկային գոտում հայտնված երեխաների մասին։ Ուզում եմ նշել նաև հետևյալը, որ առաջավոր պրակտիկայում վերջերս հաջողվեց օրինակ այդ առաջարկը ներդնել նաև Ուկրաինայում, որտեղ ես փորձագիտական ծառայություններ եմ մատուցում, որոշումը, որպես այդպիսին ընտանիքից հեռացնելու, ընդունելուց անմիջապես հետո կասկածի տակ է դրվում կամ հարցականի տակ է դրվում ոչ թե ծնողական իրավունքը ընդհանուր առմամբ, որտեղ իրականության մեջ մեկ այդ ծնող շարունակում է մնալ այդ երեխայի կենսաբանական ծնողը ու դա է իրականությունը, հա, այլ երեխայի ժամանակավորապես դադարեցվում է երեխայի խնամքի կամ երեխային վերաբերող կարևոր որոշումներ, օրինակ առողջական, կրթական եւ այլն, դրանց վերաբերյալ ծնողի կողմից որոշում ընդունելու այդ իրավունք ասեմ, թե այո, դա է սահմանափակում, այսինքն պետությունը ի՞նչն է հարցականի տակ դնում, ասում է ես քեզ սուվերեն եմ թողել, ես քեզ թողել եմ ինքնաբավ, դու ես որոշում քանի երեխա ունենալ, ինչպես դաստիարակել եւ այլն, բայց այն պահից ցած, երբ որ դու ռիսկային վիճակում ես դնում սեփական երեխային, ես չեմ վստահում այլևս քեզ եւ ես ինձ վրա եմ վերցնում իմ համակարգի միջոցով, ես այդ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, այս երեխայի կրթությունը կազմակերպելու, առողջական հարցերը, խնամքի եւ այլն, ես եմ որոշում, որ ընտանիքում նա եւ այլն, եւ դու պիտի ապացուցես, որ դու այնքան ես փոխվել որպես ծնող, այն ինչ որ վնասել է քո երեխային, այն ինչ որ հիմք է դարձել, որ ես քո երեխային քո ընտանիքից հեռացնեմ, այդ պատճառները բոլորը վերացրել ես, ես իմ համակարգի միջոցով հավաստիանում եմ, որ դու իսկապես այդ պատճառները վերացրել ես, դատական կարգով դու հետ ես վերցնում քո իրավունքը, երեխայի վերաբերյալ որոշում կայացնելու եւ երեխային հետ ընդունելու։ Մենք մի տեսակ միայն ծայրահեղ որոշում ունենք, հա, ծնողական իրավունքների դադարեցում, սահմանափակում եւ այլն, որոնք ոնց տեսնում ենք որպես գործիքներ ավելի աղքատիկ են, քան այս առաջավոր երկրների փորձը։ Շատ կուզենայի, որ այս նոր օրենքից բխող ընթացակարգը պատասխաներ այս հարցերին, ինչպես ենք պետություն ծնող հարաբերությունները կարգավորում երեխայի շահերի վրա հիմնված մոտեցում։ Հաճախ նման դեպքերում հարևանները, մտերիմները ասում են մենք գիտեինք, որ ինչ որ խնդիր կա, մենք ենթադրում էինք, որ ինչ որ մի բան կլինի, բայց մեզ իրավունք չվերապահեցինք միջամտել, խառնվել։ Ինչ է կարծում, սա ինչով է պայմանավորված, անվստահություն է համակարգի նկատմամբ, որ չեն բարձրաձայնում, թե պարզապես ընտանիք է, փակ համակարգ է եւ հետեւաբար մարդիկ մտածում են ինչու պետք է խառնվենք։ Եվ եթե կան քաղաքացիների կողմից կասկածներ, քանի որ մեզ դիտում են նաեւ ոչ մասնագետները, ինչ կարող են անել, որտեղ բարձրաձայնեն, որտեղ զանգ տան, որտեղ դիմեն, որ կարողանան մասնագետների ուշադրությունը բևեռել նման ընտանիքի կամ դեպքի վրա։ Կարճ պատասխանը կլինի այո եւ այն եւ այն։
Եվ այդ մշակութային առանձնահատկությունը, որ ընտանիքը սուվերեն է, մենք իրավունք չունենք խառնվել, իրենք են որոշում իրենց երեխային ինչպես դաստիարակել եւ այլն, նման իրավիճակները կարող են հանգեցնել այն դեպքերի, որին մենք մեր կենտրոնում կոնկրետ ականատես ենք լինում։ Օրինակ, օրերով մենակ թողնված երեխա, որևէ մեկը չի արձագանքել, չգիտեմ, ջրազուրկ եւ քաղցած վիճակում երեխաներ, որոնք օրերով փակված են մնացել եւ որևէ մեկը այդ նույն պատճառով այդ մշակութային առանձնահատկությունները ելնելով չի միջամտել։ Երկրներ կան, որտեղ որպես ընդհանուր երեխայի բռնության դեպքերի, երեխայի հանդեպ վատ վերաբերմունքի բռնության դեպքերին արձագանքման մեխանիզմի կարևոր կետ նաև ընդունում են եւ առանձնացնում են հասարակությանը, հարևաններին, հասարակության ցանկացած անդամի քաղաքացու եւ իմանալ չհայտնելու խնդիրը առաջանում, այսպես հարցականի տակ են դնում այդ քաղաքացու իրավագիտակցությունը եւ պատասխանատվությամբ վերաբերվելը, եթե ինքը իմացել եւ չի հայտնել եւ օրենքով պարտադրում են, որ քաղաքացին պարտավոր է, եթե փողոցում տեսնում եք կամ ձեր պատի հետևում երեխա ալացնում եւ այլն, զանգարել համապատասխան կառույցներին, որ միջամտեն։ Մենք դա չունենք, մենք ավելի շատ հենվում ենք մշակույթի վրա եւ ես չգիտեմ արդյոք հասունացել է այն ժամանակը, որ մենք պիտի այդպիսի օրենք էլ ընդունենք, պարտադրող քաղաքացիներին պարտադրող, որ նման դեպքերի համար իրազեկեն։ Ավելի շատ հույսներս դնում ենք գիտակցության վրա, մարդկային, ինչ ասեմ, ոչ անտարբեր վարքի վրա, որ չեն կարող մարդիկ անտարբեր մնալ, թեև տեսնում ենք, որ փորձով լինում են իրավիճակներ, որ ցավոք սրտի որևէ կերպ չեն արձագանքում։ Ես դա կթողնեի այլ դիսկուսիա առարկա, արդյոք մեր հասարակությունը արդեն այդ փուլում է, որ պետք է օրենքով դա կարգավորվի, թե դեռ պետք է թողնել մշակույթին, բայց միևնույն ժամանակ կուզենայի, որ արձագանքեինք։ Եթե միջամտելը իսկապես այդքան էլ հարմարավետ հարց չի, որևէ մեկի համար զանգ տալ, բարոյախոսություն կարդալ կամ սաստել եւ այլն ու հետևանքներից մարդիկ անհանգիստ են, ապա ահազանգել գոնե կարող են։ Ինձ թվում է, որ լավ կլինի հիմա մենք փոխանցենք նաև երեխայի պաշտպանության թեժգծի համարը, լավ կլինի փոխանցենք ցանցի համարը, լավ կլինի փոխանցենք միասնական սոցիալական, այսինքն այնքան մուտքեր ունի համակարգը, որտեղից էլ որ հայտնեն, առնվազն եթե գոնե ոստիկանություն զանգահարեն, թեև մարդիկ հնարավոր է խուսափեն, հույս ունեմ չեն խուսափի, բայց եթե խուսափեն, առնվազն կարելի է գոնե համայնքապետարան զանգ տալ սոցիալական աշխատողին, որ ինքը գոնե դիտարկի դեպքը արդյոք սոցիալական տիրույթում է, թե քրեական է։ Ում էլ զանգ տան, կգնան երկուսով, եւ ոստիկանը եւ բժիշկը նույնիսկ երբեմն երեքով, եթե նայած ինչի մասին է ահազանգը, եւ տեղում կորոշեն սա այսպես կոչված սոցիալական դեպք է, այսինքն այս ընտանիքի օգնության կարիք ունի, որ այս վիճակից դուրս գա, թե խոսքը գնում է քրեական վարքանիշի մասին, հետեւաբար համապատասխան մարմինները կսկսեն իրենց հետաքննությունը։ Բոլոր դեպքերում մենք որպեսզի չափսոսանք Տիգրանին եւ շատ Տիգրանների, որոնք մինչ այս ունեցել են նմանատիպ ճակատագիր, շատ ցավալի, ինձ թվում է ամեն մեկիս մասնակցությունը կարևոր է։ Տիկին Անտոնյան, թերևս այս թեմայով վերջին հարցը, գոնե թե այս ֆորմատով, որովհետև այս թեմայի մասին անվերջ կարելի է խոսել իհարկե, բայց երբ որ նշում ենք, որ երեխայի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեծահասակի դերն է, կուզեմ հատուկ առանձնացնել նաև լրագրողներին, որովհետև գիտենք, որ լրագրողները մեծ անելիք ունեն նաև այստեղ, ինչ ուղերձներ կարող են հղել լրագրողներին։ Շատ ճիշտ է, լրագրողները շատ մեծ դեր ունեն եւ իսկապես ես շնորհակալ եմ, որ իրենք բարձրաձայնում են, երբ որ այսպես ցնցող իրավիճակներ են լինում, ահազանգում են, բարձրաձայնում են եւ այլն։ Միայն թե կուզենայի, որ չշտապեն, պահեն էթիկական հարցերը, գաղտնիությունը, վերջին հաշվով անմեղության կանխավարկած եւ այլն, երբեմն տեսնում ենք հրապարակումներ ամենատարբեր ֆորմատներով, որտեղ շտապում են լրագրողները եզրակացություններ անել կամ չափից դուրս այսպես ռետորական դարձնել հարցը։ Ես ենթադրում եմ, որ մենք էլ որպես ցանց դեր ունենք մեր լրագրողների հետ կապված, դա այն է, որ գուցե հատուկ հանդիպումներ կազմակերպենք, վերապատրաստում իրականացնենք ցանցում, որ անդամը որ դա տեսնում է, որ հնարավոր է դա անել,
կամ բոլորս միասին եւ թեև կան բազմաթիվ ուղեցույցներ լրագրողների համար թե ինչպես այս սուր իրավիճակները մեկնաբանել առանց մեղադրական տոնի, առանց քննադատական եւ այլն, ըմբռնումով եւ բազմակողմանի վերլուծության ենթարկելու։ Ես շատ կուզենայի, որ դա չլիներ միակողմանի եւ շատ կուզենայի, որ լրագրողները, ովքեր սոցիալական թեմաներով գրում են, իրենց հրապարակումները չլինեն սկանդալային դեպքից սկանդալային դեպք։ Իրոք նվիրվեն ոլորտին եւ ընթացքում իրենք կարող են իսկապես շատ մեծ գործ անել, իրազեկելով հանրությանը, բացատրելով շատ նյուանսներ, նաեւ հորդորելով հասարակության մասնակցությունը, հա, օրինակ դրական օրինակների վրա դա ցույց տալով եւ այլն, միշտ այսպես է, գիտեք, հենց ինչ որ ցնցող դեպք կա, երեխայի պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունները, փորձագետները, չգիտեմ, դառնում են, չէ, այսպես ամբողջ ուշադրությունը գալիս հավաքվում է մի կետում, ցավոք սրտի հետո մարում է։ Ես կուզենայի, որ հավատարիմ մնայինք սոցիալական թեմաներին եւ ոչ միայն պարզ ինֆորմացիայի փոխանակող լինենք մի քիչ էմոցիոնալ տոներ դրած այդ ամեն ինչի մեջ, այլ վերլուծական ներկայացնենք այս ամեն ինչը, որտեղ հաճախ ես զգում եմ սովորական քաղաքացիներից ահազանգեր ենք լսում, որ սրանից հետո որտեղ մի խնդրեմ լինի, անկախ անցավոր դեպքից, ուրեմն դե երեխաներին առանձնացնեն ընտանիքներից, այսինքն սուր ենք դնում երեխաների ընտանիքներից անջատման հարցը առանց մեկնաբանելու, թե ինչ այդ ինչ պիտի տեղ ունենա, ու մարդիկ ասում են, վայ, մենք էլ մյուս երկրների նման այսօր պիտի երեխաներին հենց բարձր գոռան կամ կարգի հրավիրեմ երեխայից կտան ու կտանեն, Հայաստանում էլ են կանցնում այդ մոտեցմանը, իհարկե ոչ, եւ ինչու է այդպիսի ընկալում, որովհետեւ լրագրողները շտապում են իրենց հետաքրքրող կտորը միայն ներկայացնել առանց ամբողջական ցավոք սրտի։ Շնորհակալություն շատ, ամփոփելով մեր խոսակցությունը, կարող ենք կարծում եմ եզրակացնել, որ անելիք կա եւ մասնագետների կողմից երեխայի պաշտպանության համակարգում եւ նաեւ բոլոր քաղաքացիների, որովհետեւ յուրաքանչյուրիս պարտքն է երեխայի պաշտպանությունը, որովհետեւ երեխաները մեր հասարակության թերևս տարիքով պայմանավորված ամենախոցելի անդամներից են եւ հարկ կա, որ բոլորիս կողմից գտնեն պաշտպանություն։ Եթե լինեն կասկածներ որևէ երեխայի, որևէ ընտանիքում բարձր ռիսկի վերաբերյալ, ազատ կարող են զգալ դիմել համայնքապետարաններին, համայնքային սոցիալական աշխատողներին, ոստիկանությանը, մարզպետարանին, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններին, ինչու՞ չէ նաև հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին, եւ ինչպես դուք նկատեցիք, բավական է սկզբի համար պարզապես տեղեկացնել եւ բարձրաձայնել հնարավոր ռիսկի մասին։ Շնորհակալություն շատ, իսկ երեխաների պաշտպանության ցանցով, ինչպես եւ անում ենք, կշարունակենք համատեղ միացյալ ձայն բարձրացնել հանուն երեխաների եւ փորձել միասին ուժեղացնել համակարգը։ Շնորհակալություն շատ։ Ես էլ եմ շնորհակալ։